Ողջույն, շարունակում ենք Linux-ի դասը, այսօր կխոսենք VM-stat հրամանի մասին, որը նշանակում է Virtual Memory Statistic, որը Linux-ի ասենց ասած built-in utility է։ Այս հրամանը օգտագործում է, որպեսզի մենք իմանանք, ստանանք ինֆորմացիա memory-ի մասին, հիշողության մասին, system process-ների մասին, paging-ի մասին, interrupt-ների մասին, input-output բլոկների մասին, դիսկի մասին եւ CPU-ի մասին։ Մենք կարող ենք ուրեմն ստանալ system-ի activity-ի մասին real time-ով, այսինքն նշելով ինչ-որ պերիոդ եւ այդ պերիոդը մեկ մեր VM-stat հրամանը կկատարվի եւ այն ոնց որ այդ ինֆորմացիան մեզ կտա։ Այս հրամանը օգտագործվում է, որպեսզի մենք դիագնոստիկա անենք համակարգում ունեցած խնդիրները եւ bottleneck-ները, այսինքն bottleneck-ը երբ որ ինչ-որ ծանրաբեռնվածություն կա կամ օրինակ read-ն է դանդաղ կամ write-ն է դանդաղ, ինչ որտեղ ինչ-որ հապաղում կա։ VM-stat ունի բազմաթիվ option-ներ, Եթե դուք ուզում եք մանրամասն դրա մասին իմանալ, հավաքում եք man VM-stat եւ իմանում եք ոնց որ VM-stat-ի մասին, manual page-երն է։ VM-stat-ը հնարավոր է ձեր ուրեմն համակարգում Linux-ում install արած չլինի, դուք կարող եք install aնել այս package-ը sys stat package-ի հետ է ինքը գալի։ Fedora-ի մեջ օգտագործում եք CentOS-ի մեջ օգտագործում եք sudo yum install sysstat, Fedora-ի մեջ sudo dnf install sysstat, Ubuntu-ի մեջ sudo apt-get install sysstat եւ համապատասխանաբար այլ Linux-ներում այլ package manager-ներ եք օգտագործում։ Բերեք հավաքենք basic VM-stat-ը, VM-stat եւ enter, Սա basic output-ն է, որը ցույց է տալի տարբեր սեկցիաներ, բերեք անցնենք նրանք հետո procs, process-ներ։ Այստեղ կա R, որը նշանակում է active process, active process-ների քանակը, B նշանակում է sleeping process-ների քանակը, 0 ասենք ասած։ Հետո գալիս է memory section, ահա տեսեք այստեղ սեկցիաների են բաժանված, կա 1, 2, 3, 4, 5, 6 սեկցիա։ Սա memory-ի ուրեմն section է, swap PD, սա ընդհանուր virtual memory-ն է, swap space-ն է, որը եթե մեր RAM-ը զբաղված չի, swap space-ը ուրեմն ազատ է։ Բայց եթե մեր համակարգը սկսում է swap space օգտագործել, նշանակում է, որ մենք խնդիր ունենք RAM-ի հետ, էլի, այսինքն մեր RAM-ը սկսում է օգտագործել։ Սա free նշանակում է ընդհանուր ազատ swap space-ը, buffer-ը նշանակում է buffer-ի չափը, սա հիշողությունը, որը ժամանակավորապես ոնց որ օգտագործվում է։ Տվյալների, ասենց ասած, buffer-ը ինքը ժամանակավորապես օգտագործվում է։ Cache-ը, սա cache-ի ընդհանուր memory-ն է։ Եվ անցնենք այստեղ swap բաժինը։ Սա swap-ի ստատիստիկան է, ուրեմն CI, ինչը նշանակում swapping-ին եւ swapping out, նշանակում է swapping-ի դա ուրեմն rate-ն է, այն արագությունն է, որը գրվում է swap-ի վրա, դիսկի վրա եւ այն արագությունն է, որով կարդում եմ swap output։ Մյուսը input output statistics, սա նշանակում է, որ մենք վարկյանում այսքան ուրեմն block input, block output, այսքան block device ենք ստացել, եւ output, այսինքն block device ենք ոնց որ տվել, output, այսինքն սա ստացել ենք block-ից, սա ուղարկել ենք դեպի block, չկներեք, հակառակը, սա block-ը ստացել է եւ սա block-ը ասենց ասած block-ից մենք վերցել ենք։ Հաջորդը system scheduling statistics, ինչ է սա նշանակում, in-ը նշանակում է սիստեմաների interrupt-ները, system interrupt, CS-ը նշանակում է վարկյանում ուրեմն context switch-ների քանակը։ Եթե դուք ուզում եք իմանալ դրանք ինչ են, խնդրում եմ Google-եք, քանի որ սա կոնկրետ ուրեմն VM-stat-ի մասին է։ Եվ հաջորդը CPU statistic։ Սա US նշանակում է այն CPU time-ը, որը օգտագործվում է non-kernel process-ների համար։ CI, սա ուրեմն CPU time-ը, որոնք օգտագործվել է system process-ների, kernel process-ների համար։ ID, սա տոկոսն է idle process-ների, տեսնում եք, որ մեր համակարգը բավականին ազատ է։ WA, percent, սա ուրեմն այն տոկոսային հարաբերությամբ այն CPU time-ը, որը սպասում է, CPU-ն սպասում է input եւ output-ների համար, տեսնում եք, որ 0 է, ամեն ինչ նորմալ է։ SD, սա այն CPU time-ը, որը ասենց ասած մեր virtual memory-ն օգտագործում է, ասենց ասած գողացված է։ Եվ GU, սա այն համակարգերում է, որտեղ կա hypervisor, մեր համակարգը, քանի որ մենք Linux-ում Ubuntu EC2 instance-ի վրա է, այն հետևաբար այն ուրեմն hypervisor վրա է։ Սա կոչվում է guest time, երևի sense, ուրեմն guest CPU time-ն է։ Սա նշանակում է, որ
virtual operating system այնքան CPU է օգտագործում, քանի որ այն ասենք ասած աշխատում է hypervisor-ի վրա։ Հուսով եմ սա հասկանալի բացատրեցի այս պահը։ Որպեսզի մենք տեսնենք ակտիվ եւ ինակտիվ ոնց որ հիշողությունը, ինչ է նշանակում ակտիվ հիշողությունը։ Ակտիվ հիշողությունը դա, որը օգտագործվում է process-ների կողմից։ Ինակտիվ հիշողությունը դա հիշողություն է, որը տրվել է process-ներին, սակայն որոնք արդեն running վիճակում չեն։ Որպեսզի մենք դա տենանք, մենք հավաքում ենք vm-stat -a, так, այսպես։ -a option ուրեմն տեսնում ենք հանում է buffer-ը եւ cache-ը եւ ավելացնում է inactive եւ active։ Եվ ցույց է տալի ոնց որ այդ հիշողությունների ակտիվ հիշողությունների քանակը մեր սիստեմայում։ Որպեսզի մենք generate անենք ավելի մանրամասն ինֆորմացիա մեր memory-ի մասին, նույնիսկ հաշվի առնենք counters-ները, CPU scheduling, այսինքն ստատիստիկան, մենք կարող ենք կատարել vm-stat -s հրամանը։ Так, բերեք գանք, այստեղից սկսենք։ Սա ոնց որ vm-stat-ի նույն ինֆորմացիան է ցույց տալիս, սակայն ավելի մանրամասն։ Բերեք, ասենք ասած, հասկանանք total memory, ընդհանուր ֆիզիկական memory-ն, ինչքան հիշողություն կա։ Use memory, այսինքն ներկապային ինչքանն է օգտագործվում, так, active memory-ն, որոնք running process-ներ են օգտագործում, inactive memory-ն, որոնք տրվել են process-ներին, բայց որոնք running չեն, հա, free memory ազատ հիշողությունը, buffer memory-ն, swap cache-ը, swap-ի ինֆորմացիան, ինչքան swap cache կա, ինչքանն է օգտագործել, ինչքան է ազատ։ Так, հիմա գանք muse բաժինը, սա muse բաժինը չէ, այստեղ արդեն CPU-ի մասին ինֆորմացիա է, ցույց տալիս non-nice CPU ticks, սա նշանակում է այն ժամանակն է, որը CPU-ն օգտագործում է բարձր priority, high priority process-ների համար։ Nice user CPU ticks նշանակում է այն ոնց որ ժամանակն է, որը օգտագործվել է user-ի process-ների համար, որոնք այստեղ եթե կարդամ ճիշտ եմ հիշում, nice նշանակում է նաև նկատի ունի low priority process-ների համար, հա։ System CPU ticks, սա այն ժամանակի քանակն է, որը CPU-ն օգտագործում է kernel process-ների համար։ Так, idle CPU ticks, այն ժամանակի քանակն է, որը սիստեման idle է, հա, մեր սիստեման ընդհանուր idle վիճակում է։ IO wait, սա այն CPU-ի այն time-ն է, որը օգտագործում է input-output management-ի համար։ Так, IRQ, սա այն CPU-ի time-ն է, որը CPU-ն ստացել է interrupt request-ներ։ Soft IRQ CPU ticks, սա նշանակում է այն ոնց որ ժամանակն է, որը CPU-ն ստանում է software interrupt-ներից։ Եվ stolen CPU ticks նշանակում է սա այն ժամանակն է, որը վիրտուալ մեքենան, ասենց ասած վիրտուալ մեքենան տանում է CPU-ից։ Так, եւ բերեք ստեղ եմ երկու բան նայենք։ Paged-in, հա, pages, ինչքան virtual memory օգտագործում, ինչքան այսինքն in լինում դեպի virtual memory, հա, ասենց ասած գրվում, կոպիտ ասած, ինչքան ենք մենք out տալի, ինչքան ենք կարդում, այստեղ մենք տեսնում ենք ուրեմն ընդհանուր interrupt-ների քանակը, так, context switch-ների ընդհանուր քանակը, timestamp-ը միշտ վերջին boot time-ը եւ ընդհանուր fork-երի քանակը։ Ինչ է fork-ը? Fork-ը դա նոր process է, որը ստեղծվում է ինչ որ process-ից, քանի որ Linux-ում ամեն ինչը սկսում է օրինակ 1 համարի ID-ով, դուք տեսնում եք այն fork-երի քանակը, թե սիստեման երբ աշխատել է, քանի հատ fork է ուրեմն ստեղծել։ Որպեսզի մենք տենանք fork-երի քանակը, մենք կարող ենք բերեք նախ մաքրենք, կարող ենք հավաքել vm-stat -f, այլ տեսնում եք ընդհանուր fork-երի քանակը։ Կարող ենք հավաքել vm-stat -d, որպեսզի մենք դիսկի մասին, այսինքն դիսկի գործունեության մասին ինֆորմացիա ստանանք։ Հա, դու տեսնում եք դիսկերի քանակը, partition-ների քանակը, ընդհանուր read-երի քանակը եւ այլ ինֆորմացիա։ Բերեք մաքրենք,
որպեսզի դիսկերի մասին ավելի մանրամասն ինֆորմացիա մենք ստանանք, մենք կարող ենք հավաքել vmstat -d։ Ուրեմն այստեղ մենք տեսնում ենք 3 սեկցիա՝ read, write եւ input output։ Так, բերեք հասկանանք read-ը։ Սա ցույց է տալի ընդհանուր total դիսկերի read-ը, այսինքն թե օրինակ այս դիսկը ինչքան read է անում, ինչքան միավորված merge group եղած read կա, ինչքան սեկտորներ է ոնց որ օգտագործվում, տեսես, կարդալու համար, ինչքան սեկտոր է օգտագործվում, եւ ms ինչքան ժամանակ է ոնց որ խլում, որպեսզի դա կարդանք, օրինակ այսքանը խլում է, այսքան ժամանակ։ Write-ը համապատասխանաբար նույն ոնց որ բաներն է ուղղակի գրելու, ասենք ասած գրելու համար, ընդհանուր դիսկի վրա կամ գրելու համար, հա, օգտագործում է այսքան disk write, հա, այսքան քանակ, ընդհանուր merge-ը այսքան է եւ այսքան սեկտոր է օգտագործվում ու ժամանակը։ Input output սա ընդհանուր ուրեմն դիսկերի վրա ընդհանուր ոնց որ read եւ write-ն է եւ ինչքան ժամանակ է ոնց որ ծախսվել այդ բանի վրա, կարդալու, ոնց որ կարդալ եւ գրելու վրա։ Մենք կարող ենք հավաքել ուրեմն vmstat -t, որը մեզ ցույց է տալի timestamp-ը։ Մեր ոնց որ timestamp-ն է այստեղ ավելանում։ Բերեք մաքրենք էկրանը, հավաքենք vmstat 2 եւ տեսնենք ինչ է նշանակում։ Տեսնում եք, որ 2 վայրկյանը 1 vmstat-ը մեզ real time-ով ոնց որ ինքը ցույց է տալի 2 վայրկյանը 1 այդ ստատիստիկան։ Так, by default vmstat-ը ուրեմն կիլոբայթով է արտահայտվում, որպեսզի մենք փոխենք այն, մենք հավաքում ենք vmstat -s, так, ոնց որ մեծատառ է եւ n մեգաբայթ։ Հիմա մենք մեգաբայթերով ենք ոնց որ սա ցույց տալի։ Այսքանը այս դասի համար, շնորհակալություն։